Սյուր իրականություն։ Բարև սիրելի մարդիկ, եթերում է Սյուր իրականությունը։ Ողջույն։ Գիտես ինչից եմ ուզում խոսենք այս անգամ։ Ուզում եմ մարդկանց աչքի առաջ բացենք, դե սկզբում պատմեցինք, թե ոնց ստեղծվեց այս ամենը տաղավարի մասով։ Հիմա միասին հասկանանք հաջորդիվ ինչ ունեցանք ու մենք ինչ վերլուծությունների ենք ենթարկում այս ամենը, ու մեզ էլ է հետաքրքիր, թե ուր կհասնի սա։ Օրինակ Հարոյան Դիանան շատ հետաքրքիր մտքեր առաջ բերեց, դրանցից մեկը հաջողության հասնելու այդ գաղտնիքը, այդ փաթեթը, որը 5 կետերով առաջ բերեց։ Գնանք նայենք, գանք։ Երևի թե առաջին բանը, որ պիտի անպայման անենք, հասկանանք, թե այն պրոդուկտը կամ ծառայությունը, որ մենք պատրաստվում ենք մշակել, ինչ հարց պիտի լուծի, առաջինը, այսինքն խնդիրը, որ մենք պիտի լուծենք, երկրորդ ում խնդիրներն էին դրանք։ Թիրախային լսարանը մեր շատ սիրելի, երրորդ բանը, որ անպայման պիտի հաշվի առնել, ինչ ովքեր պիտի լինեն մեր թիմակիցները, որոնք են այդ հաստիկները, կամ առնվազն ես ինչ հաստիկներ պիտի փակեմ, ինձ ինչ գիտելիքներ են պետք, ինչ պիտի ես սովորեմ։ Չորրորդ բանը այդ ռեսուրսների հավաքագրումն է ու բաշխումը, այսինքն ինչ է մեզ պետք գլոբալ։ Այդ պետք եղած բաներից ինչերը մենք ունենք, ինչերը պիտի վարձենք, ինչերը պիտի գնենք, ինչերը պիտի բացառենք։ Եվ 5-րդը երևի ուղղակի սկսելն է, բան պետք չի հասկանալ այսքանից հետո։ Այստեղ Դիանան շատ կարևոր կետի անդրադարձավ վերլուծությունը, թե որքան կարևոր է, երբ որ անում ես աշխատանք, հետո կատարես վերլուծություն, օրինակ թիրախային լսարանը գտնելու համար ու առհասարակ արդեն ներքին այս տեխնիկական խոհանոցում վերլուծություն անելու հետ կապված։ Հիմա, քանի որ պատկերը դեռ այդքան էլ ակնառու չի թիրախային լսարանի մասով, արի մենք այս ոդքասթի շրջանակներում վերլուծենք տեխնիկական մասը։ Նկարահանման ընթացքում բացի օպերատորականից մնացածը մենք ենք անում, օպերատորականը անում է մեր ընկեր Վազգենը Մարտիրոսյան։ Հսկայական գործ է անում Վազգենը ու օգնում է, որ այս ամենը կյանքի կոչվի։ Նկարահանումից հետո ինչքան աշխատանք կա, էլի կատարվում է Այկորջ ստուդիայում։ Այսինքն Միքայել Սարգսյանն է կատարում այդ բոլոր աշխատանքը ստուդիայում։ Ինչպես լսեցիք Դիանա Հարոյանի տեքստում, ինքը նաև առաջ բերեց հենց դա թիմը, այսինքն թիմ կառուցելու մասով, շատ կարևոր է այդ ընտրության պահը, չեմ ուզում հիմա կրկնվեմ, բայց այս պահին մենք էլ պիտի հասկանանք, կատարում ենք մի շարք գործողություններ, երբ որ արդեն գա ժամանակը պահը, երբ կարողանանք վարձատրել մարդկանց, մենք էլ պիտի հասկանանք արդեն այն կարևոր հաստիկները։ Միանշանակ։ Իդեպ ասեմ, որ Դիանայի ոդքասթի ժամանակ ես շատ մոտիվացվեցի։ Դրանից առաջ վախենում էի, ասում էի, հա որ ճիշտ ենք անում, արժի անել, այն որ մի հատ կոմենտ էի կարդացել ու տենց բան է եղել։ Մեկը գրել էր գրիմյորին աշխատանքից հանել, ախր չկա գրիմյոր, ում հանենք աշխատանքից։ Դարի բացատրի որ չունենք գրիմյոր։ Մենք էլ այս ամենի ճանապարհին, ինչպես Լիլիթը ասեց մեր երկրորդ էպիզոդում, որովհետև նույն հեռուստատեսություններում, որտեղ ես աշխատել եմ, եղել է սկսնակներ, որոնք չեն տիրապետել ինչ որ գործիքների այդ սկզբնական փուլերում։ Ես ինքս եղել եմ սկսնակ տարիներ առաջ, երբ մտել եմ այդ աշխարհ ու ասել եմ, Աստված իմ, ես այս ուրեմն գել ու հաստատ այնտեղ կային մարդիկ, որոնք կարող էին այդ բարձունքից նայել ու ասել այս ով է այս երեխան, ինչի համար է այս երեխումը, այսինքն ես չեմ ուզում այդ տպավորությունը ունենալ նաև այս դաշտում, էլի, որովհետև դա նորմալ է, ինչ որ ընկնել մի հատ մասնագիտական դաշտ, որտեղ դու դեռևս սկսնակ ես, վաղը կլինես 2 քայլ առաջ, մյուս օրը 4 քայլ եւ այլն։ Դրա համար շատ նորմալ են վերաբերում, ոչ մեկը սենց սկզբից երկնքից ընկած պրոֆեսիոնալներ չեն եղել, որևէ ասպարեզում չկա այդ դերասանների մոտ չկա դա, երաժիշտների մոտ չկա, ուսուցիչների մոտ չկա, ոչ միտեղ չկա այդ սկզբից միանգամից պրոֆեսիոնալ վիճակով սկսելը։ Դրա համար շատ նորմալ են վերաբերում նախ, երկրորդը ողջունում եմ ամեն ինչով ուզում եմ օգնել այն մարդկանց, ովքեր ունեն այդ պոտենցիալը առաջ գնալու եւ փնտրում են այդ ճանապարհներն առաջ գնալու ու այդ մեծ ցանկությունը ունեն։ Այդ դա շատ կարեւոր է, անկախ նրանից դու սկսնակ ես, որոշակի արդեն կաս, թե արդեն պրոֆեսիոնալ ես։ Մենք էլ չէ, այս ամենի ճանապարհին սովորում ենք բոլորի աչքի առաջ ու հենց սա ենք ուզում ցույց տալ, որ սովորելով շարժվում ենք առաջ, քանի որ այս ամենը շատ ծախսատար է, փորձում ենք սեղմել ու մի նկարահանման օրվա մեջ մաքսիմում շատ հյուրեր տեղավորել, դեռ ունենք այդ խնդիրը։
ու առաջին նկարանման օրից հետո դու պատմի թե տաղավարում միք ինչ փոփոխություններ արեցիք լույսից մինչև Դե հա, ամեն ոդքասթին ոնց որ սկսում ենք ավելի ենք կատարելագործվել, չնայած փոփոխել։ ասեմ որ դաշտը ուսումնասիրելով Վազգենը ու Միքայելն էլ, բայց իհարկե Վազգենն է հսկայական աշխատանք տանում այս պահին ոնց որ օպերատորական աշխատանքը ամբողջությամբ Վազգենի տիրապետության տակ է ու ինքը բարձրորակ կադր է ստացել ինձ թվում է դուք էլ կփաստեք այդ մասին եթե ինչ գրեք կոմենտներում Թովմասի հետ շատ հաճելի ու խորը զրույց ունեցանք Բայց մեծ շատ սարսափելի բան կա երբ դու ինչ որ մի պահի ինչ որ վիրավորանքից կամ սխալ արարքից հետո պարզապես զրկում ես մարդուն քո ներկայությունից ուղղակի ներել չներելու հարց չկա եթե մարդը չի գիտակցել, չի զղջացել, չի խոստովանել, չի հատուցել, կարող ես չներել։ Չկա նման պարտադրանք։ Արել եմ, լավ եմ արել, էլի եմ անելու, ես ներում եմ քեզ, դա քրիստոնեություն չի։ Դա խեղճություն է։ Շատ ծանր բան է, երբ որ դու մարդուն ուղղակի հեռացնում ես քեզնից ու բաց ես թողնում իրեն։ Դա ներելը չի, բաց թողնելը ներելը չի։ Դու բաց ես թողնում, որ դա մեջը չմնա քեզ չուտի։ Անդադար չքննարկես դա ու նույն մեղքի կրողը չդառնաս։ Հա, ատելություն չբերի։ Դու ուղղակի բաց ես թողնում մարդուն։ Եթե ինքը չի զղջացել, եթե ինքը ներողություն չի խնդրում, եթե ինքը իր հարատևում է իր վատ արարքների մեջ։ Ու Աստված հենց այդպես արեց Ադամի ու Եվայի նկատմամբ։ Գնաց։ Ասում է, չէ, վտարեց դրախտից, արտաքսեց։ Բայց դա ո՞նց է դրսևորվում։ Իր գնալով, հեռանալով տարբեր է լինելու նախորդներից ու ինձ թվում է այդ լավագույն պահն է միք որ կարողանանք մեր թիրախային լսարանին գտնել, վերլուծել, թե որն ավելի հետաքրքիր մարդկանց լսել, այս թեթև վիճակը, թե ավելի խորը ու խորքային թեմաների անդրադառնալ։ Չնայած ասեմ, ինձ համար բոլոր թեմաներն էլ շատ կարևոր են ու սրանք հարցեր են, որոնք ինձ թվում է այսօր ամեն երկրորդ մարդուն հուզում է։ Այստեղ ավելի ոնց որ նյութի տեսակի մասին է, հա, խոսքը, ոչ թե լավ կամ վատի խնդիրն է։ Կասես ոնց էս կազմում հարցերը, ոնց էս դիմում այդ process-ը։ Հետաքրքիր է։ Ես չեմ խառնվում այդ ամեն ինչին, դրա համար ինձ էլ է հետաքրքիր։ Եվ ինտրում ես մարդուն ու կապում ես իր այդ թեմաներ։ Եղել է դեպք, որ թեման եմ ընտրել, հետո մտածել եմ ով կլինի հյուրը, օրինակ հումորի հետ կապված Լիլիթ Մուրադյանի հետ կտոր ունեցանք, փոքր, ու ես հասկացա, որ շատ արդի թեմա է ու շատ խոսելիք ասելիք կա, ու մտածում էի ում դիմել հումորի թեմայով ու Ռաֆա եղավ Թադևոսյան, մի փոքր հատված դիտեն գանք։ Եվ եղել է դեպք, երբ ես անալիզներ եմ հանձնել ու պիտի բժիշկը նայեր իմ անալիզների պատասխանը, թուղթը ես մտա ներս, վերցրեց բժիշկը, չեմ ասի, որ հիվանդանոցներ, ֆենց վերջս ինձ այդ նորմալ է, գնա վճարի։ Ասի ինչ վճար եմ, ասես 10000 դրամ։ Ասի որտեղ վճարեմ, ասես տերմինալով ստեի։ Ասի ինչի համար, ասես նայելուս։ Ասես նայելուս։ Ուզում ասի ինչ նայեցիք դուք այդ ընթացքում, ինչը հասցրեցիք կարտեք, վերջերս ինձ նորմալ է։ Այսինքն ես մի հատ նորմալա բարի համար 10000 վճարում եմ։ Ինձ հետաքրքիր եթե նորմալ չլներ ինքը, ասել նորմալ չի բանը, ուրեմն էսի 50000 էստեղ հա լավա չի նայել ու իրոք այդ գնա վճարի երևույթը շատ վատն է։ Ամեն տեղ կա այդ, բայց մեր մոտ մի քիչ շատ սյուր է։ Եղել են դեպքեր, որ հակառակն եմ արել։ Ի սկզբանե թեման եմ մտածել, հետո մտածել եմ թե ում դիմել։ Ուղարկում եմ առաջարկը, միանգամից գրում եմ ինչ թեմայով եմ մտածում խոսել, ենթաթեմաները, այդ թեման իր մեջ ինչ է ենթադրում, թե թեմայից բացի էլ ինչի մասին ենք զրուցելու։ Մինչև մեր նկարանումը սկսելը միշտ մի ժամ առաջ ես կանչում հյուրերին, սուրճ եք խմում միասին, խոսում եք ինչի մասն եք խոսում։ Տարբեր է ստացվում զրույցը, նպատակը կանչելու, կապ չունի ճանաչում եմ այդ մարդուն թե ոչ, նախապատրաստվել մտքով, հոգով այս process-ին։ Երկրորդը, օրինակ Դիանան ասաց, որ չի ուզում անցնել հարցերի վրայով, որպեսզի էմոցիաները այդ պահին լինեն, իրական լինեն, մինչ այդ ոչինչ չքննարկենք, ու շատ անկեղծություններ հենց թեման, շատ անկեղծ զրույց ստացվեց Դիանայի հետ։ Լինում են դեպքեր, որ քննարկում ենք, օրինակ Թոմասի դեպքում կար մի հարց, որի շուրջ ինքը չէր ուզում խոսել, բայց հետո հենց ինքը podcast-ի մեջ անդրադարձավ այդ հարցին։
Երբ մինչև եթերը մենք զրուցում էինք, ես ասացի, որ տենց իմ անձնական վախերից բան այդքան շատ չեմ ուզում խոսել, ավելի շատ ուզում եմ խոսել հենց հաղթարման ընդհանրական, անանձնական ասպեկտների մասին, բայց իմ վախերի հետ կապված մի դրվագ ուզում եմ ասել, երբ նոր էի սկսում իմ քարոզչությունը, երբ նոր TikTok-յան, Instagram-յան էջեր էի բացել ու շատ փոքրաթիվ հետևորդներ ունեի, դուք չեք պատկերացնում ինչ հսկայական սպառնալիքների տարափ էի ես ստանում կոնկրետ կյանքի խոսք աղանդի կողմից, կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների կողմից, fake էջերով, իրենց էջերով, սպառնալիքներով ու նույնիսկ նամակներ ստացա հայոյախառն, որ եթե ես չհեռացնեմ կյանքի խոսք աղանդի հետ կապված բոլոր տեսանյութերը, իրենք կոտրել են իմ հեռախոսը եւ կարող են ինչ-որ նյութերի հոսք կազմակերպել։ Ծանոթանում ենք, որպեսզի մի փոքր գոնե կոտրվի, հա, մարդու նոր է, հա, անծանոթ միջավայր, ինքն անծանոթ միջավայր գալիս։ Հետո իսկապես ոդքասթի ժանրը էդ էլ շատ օգտակար խորհուրդ էր Դիանայի կողմից։ Ոդքասթի ժանրը ինքն իրենից հենց այդ թեթևությունն ու անկեղծությունն է ենթադրում ու այդ դուք վիճակը իրոք այն չի։ Չնայած որ ես մարդ եմ, որ մեծ դժվարությամբ եմ դուքից դուի որովհետև այդ էլի սոցիալական պատասխանատվությանը գանք, շատ հարգում եմ դիմացից ու դժվարությամբ եմ այդ պատնեշը հաղթահարում, ոչ թե այստեղ ինչ որ պաշտոնական, հա, ինչ որ վիճակներ, այլ կարծում եմ, որ գալիս է անձնական կյանքում մի սահման հատված, որից հետո նոր մարդուն կարող ես դիմել դույով, բայց Դիանան ասաց, որ լավ կլինի, որ ի սկզբանե պայմանավորվածություն լինի մարդկանց միջև ու դույով էլ սկսեք այդ անմիջականությունը ստանալու համար։ Կարող ենք մեր դիտողներին խնդրել, եթե կան մարդիկ, որոնց կուզեն իրենք լսել, կոմենտներում գրեն այդ մասին, առաջարկներ անեն։ Եթե դուք ունեք առաջարկներ, ում կուզեք տեսնել այստեղ, ասացեք, փորձենք կապի դուրս գալ հրավիրել։ Ադմինիստրատիվ խումբը կփորձի համակարգել այդ ամենը։ Դու։ Հույս ունեմ օգտակար եղանք, քանի որ այս ամենի ճանապարհին մենք էլ ենք սովորում ու հնարավոր է դու եւս մտածում ես անցնել այս ճանապարհով, կշարունակենք միասին վերլուծել, քննարկել, դիտարկել ու տեսնենք ուր կգնա այս ամենը, ուր կհասնենք։ Եթե ինչ էս արեգից ենք սովորել։ Դե շնորհակալ ենք, որ դիտում եք մինչ այս պահը, եթե ձեզ շարունակում է հետաքրքիր լինել այս կոնտենտը, հիշեցնեմ, որ մենք ունենք հենց ձեր աջակցության կարիքը։ Սուր իրականությունն իրական է դառնում Էկորջ ստուդիոյի օգնությամբ։ Խնդրում եմ բաժանորդագրվեք Էկորջի YouTube-յան պաշտոնական ալիքին, կիսվեք, լայքեք, մոտիվացրեք մեզ, մենք էլ կփորձենք ձեզ մոտիվացնել։ Ես Լիլան եմ, լավ եղեք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ չէ, յուրինձ էլ բանի տեղ դնեիր, ասի շնորհակալություն, որ եկաք բանման, ես էլ ասի շնորհակալ եմ Կորների կողմից այս նվերը։ Նանես կորների կողմից ինձ մի բան տայր, հորոժումս։ Ծնունդդ երբ է։ Այսօր ես օրինակ ծննդյանս օրը նվեր ստացա նանես կորներից։ Ես չստացա։ Ես տվել եմ, ես նայել եմ, ամեն գույնը տեսել եմ։ Մեկ չեք տա ռեկլամած։ Լավ, գույները չեն։ Եկեք ֆիքսենք, որ ես գույները չգիտեմ։ Ֆիալետովին դորնա կապտավո։ Լավ, խայտարակ եմ լինում արդեն փողին։ Բարուշակա վինյակ։